Շատ պարզ, որ ասոր պետք է մեր այսօր հիմնականում քաղաքապետը, որ իմանա ինքը քաղաքապետը, ոչ թե մայկա տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին, նա այդ հաճոյանալը պետք է հաճոյանա Ավինյանը, երևանցիներին, այսքան ժամանակ նա պետք է կառուցել մետրոների կայաններ, մետրոներ, թունելներ, ճանապարհներ, երևանցիների համար օդը մաքուր լիներ, այսօր ամենամեծ քանակով հիվանդությունները, ռակ հիվանդությունը Երևան քաղաքում է, օդը մաքրել, ոչ թե տրուսիկ մայկա տպել, որ Նիկոլ Փաշինյանը ասի հալալա։ Դա պետք է ասեմ ու մեկ էլ մի բան եմ ուզում ասել, այսօր ես Սամվել Կարապետյանը, որը երկրի համար արել ենք, ներդրել ենք, ազգի պատիվը բարձ ենք պահել, ոչ թե պետք է քննադատել, վախացնել տառասխալը։ Ես կարամ ասեմ, որ իրանք տարերն էլ չգիտեն, այդ անգիրարած խոսում են, եւ հիմնական նախադասությունները չեն տիրապետում, որ տիրապետեն իրանք այսքան փաստաթղթեր չէին ստորագրի, ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի, որ ցանկացած ստորագրած դա վնաս է երկրին եւ ժողովրդին։ Եվ ամենակարևոր ուզում եմ ասել, իրենք թող չմոռանան Ավինյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, որ նոր էին եկել իշխանության, ասում էին Արցախը Հայաստանա եւ վերջ, մենք չենք եկել Արցախը հանձնելու համար, Արցախ Հայաստան ու վերջ։ Կարճ ժամանակում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանն է ու վերջ։ Իսկ հիմա կարամ ասեմ Ավինյանի Նիկոլ Փաշինյան, եթե սեն շարունակվեց փոփոխություն չեղավ, մի տարի հետո հայտարարել են Երևանը Երևան է ու վերջ։ Նրանց ապրածը արածը, նրանք միայն խոսում են, տակը բան չկա, ասում են դպրոցներ են կառուցել, Ժորժ ջան, 8 տարվա մեջ ծրագրավորացել է 300 դպրոց, 300 դպրոցից կառուցվել է 59, 59-ից 26-ը վերակառուցվել է, այդ 8 միլիարդ ծախսել եք 8 տարում, կարելի էր ասենք թե 8 հատ քաղաք կառուցել, 8 հատ պետություն կառուցել, այդքան փողերը ծախսելով, դպրոց են կառուցել, դպրոցն այսօր մարզերում փակվում են, 20-30 դպրոցով փակվում են, դպրոց կառուցելը լավ է, ինչ? Ես դա գիտեմ, ասում եմ, պետք է կրթական ծրագիրն էլ փոխվի, ոչ թե Բոլոնիայի ծրագիր, Սովետական միության ծրագիր, ինչ որ ասել եմ, ասացիս, հիմա ուզում եմ, որ հակադարձեն։ Մի տարի հետո Ավինյանը հայտարարելու է, Երևանը Երևան է ու վերջ։ Ու դե գնա ապացուցի, Ալիևը ասացը, որ Ալիևը ամեն օր ասում է, Երևանը Երևան է եւ Սևանին էլ Գյանջի Գյոգջա։ Պետք է ասեն մի տարի հետո, այո, Սևան չի եղել, Գյոջա եւ վերջ։ Այդ է իրենց արածը, միայն խոսելով, մեկը մեկին հերթ չտալով, ես ուզում եմ մեկը մեկին հերթ չտվողը, մի հատ ներկայացնի, մինչև այդ պաշտոնին հասնել են, իրական կյանքում ինչ են արել իրենց երկրի համար, իրենց ընտանիքի համար, քարը քարին դրել են, թե չեն դրել։ Այդքան մի բան, դա բացահայտա, թող բոլորն էլ նայել, բոլորն էլ իմանան։ Ես նորից եմ ասում Ժորժ ջան, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի, որ մենք ունենանք երաշխավորած խաղաղություն, տնտեսություն զարգացնենք, աշխատող ժողովուրդ ունենք եւ ամեն պայմաններն էլ կա։ Պետք է ճիշտ կառավարում, ճիշտ մարդիկ, փորձ ունեցող մարդիկ։ Մենք փորձադաշ չենք, ժողովուրդը փորձադաշ չի։ Այսքանը կարող եմ ասել։